Գիտես Դանիել, սկզբում երբ ես զբաղվում էի ազատագրման ծառայությամբ, չէի ցանկանում, որ ինձ ասոցացնեին դրա հետ, որովհետև ես մտածում էի Տեր տուր ինձ մարգարեանալ, տուր ինձ բժշկել, դա ավելի ընդունելի է, ազատագրումն ինչ-որ վայրի բան է, և մարդկանց մեծ մասը դա տարօրինակ է համարում։ Աղոթաժողովի ժամանակ Սուրբ Հոգին ինձ մարտահրավեր նետեց և ասաց, որ երբ Սավուխ թագավորը հրաժարվեց սպանել Աստծո թշնամիներին, Աստված նրանից վերցրեց օծությունը։ Եվ ես զգացի, որ Տերը մարտահրավեր է նետում ինձ։ Նա ասաց, եթե դու հետևես նրան, ինչ ընդունելի է քրիստոնեական մշակույթում, և հրաժարվես իմ թշնամու դեմ հաղթանակից ու իմ ժողովրդի ազատագրումից, դու միևնույն է կունենաս կոչում և դիրք, դու պարզապես չես ունենա օծություն, որովհետև օծությունը նախատեսված է շղթաները քանդելու համար։ Եվ եթե դու վախենում ես նրանից, թե ինչ կարող է անել այդ օծությունը, ուրեմն դու արժանի չես դրան։ Դրա համար ես ապաշխարեցի և որոշում կայացրեցի։ Ես ասացի Տեր, ես չեմ փնտրի մարդկանց հավանությունը ի վնաս քո օծության, որն ազատում է գերիներին։ Վաու, և դու մինչ օրս անցկացնում ես ամենամսյա ազատագրման ծառայություններ։ Այո, մինչ օրս։ Անցել է արդեն երևի 15 տարի։